Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի, փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի ու ֆինանսական գծով փոխտնօրենի աշխատասենյակները խուզարկելուց հետո քննիչներն արգրավում են գլխավոր հաշվապահի եւ հաշվետարի համակարգիչները։ Տանում են նաեւ որոշ կրիչներ ու փաստաթղթեր։ 4 ամիս առաջ 2025-ի հոկտեմբերին հարուցված քրեական վարույթն են հիշել ու որոշել այսօր առավոտյան խուզարկություններ սկսել հիվանդանոցում։ Վարույթը 2015-ից 2025 թվականներին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մասին է։ Ըստ քրեական վարույթի, Իզմիրլյան բժշկական կենտրոնը 10 տարի իր կարիքների համար շուկայականից բարձր գնով ձեռք է բերել բժշկական պարագաներ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից, որոնք մեծ շահույթներ են ստացել եւ խուսափել են հարկերից։ Իբրև իրենց համար ստեղծել են մեծ շահույթ, դրանով պայմանավորված հետագայում խուսափել են հարկերի վճարումից եւ փողերի լվացում են իրականացրել։ Գործի փաստական հանգամանքները սրանք են, որպես այդպիսիք, բնականաբար այս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Թե ինչ գումարի եւ ընկերությունների մասին է խոսքը, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը չի կարող ասել, նախաքննական գաղտնիք է։ Վարույթում նշված հոգևորականների անունները նույնպես հրապարակման ենթակա չեն։ Բայց ըստ Ալեքսանյանի ներկայացվածը իրականության հետ կապ չունի, որովհետև նախաքննությունը սկսվել է վարույթի հարուցումից շատ ավելի ուշ։ 4 ամիս ինչու որևէ գործողություն չէր կատարում, այդ թվում նաև այսօրվա խուզարկությունը։ Ես ես տեղեկացնեմ, որ ոչ միայն նմանատիպ գործողություն չի կատարվել, նաև որևէ այլ վարույթային կամ քննչական գործողություն համենայն դեպս Արմեն Չարչյանի մասնակցությամբ կամ Իզմիրլյան բժշկական կենտրոնի որևէ աշխատակցի մասնակցությամբ չի կատարվել։ Այսինքն հրավերներ չեն եղել հարցաքննության կամ այլ ինչ-որ քննչական գործողություններին մասնակցելու վերաբերյալ որևէ ծանոթություններ չեն եղել։ Այսինքն այսօր կատարվում են կարծես թե առաջնային գործողությունները, սակայն 4 ամիս անց։ Իրավական հիմք չկա վարույթում, պնդում է փաստաբանը։ Այն հարուցվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա, որը ներկայացրել է ԱԱԾ աշխատակիցը։ Օպերատիվ տեղեկությունները նույնիսկ դատավարական իմաստով ապացուցողական զամբյուղ չեն կազմում, ապացուցողական որևէ նշանակություն չունեն եւ բնականաբար այդտեղ արտացոլված փաստական հանգամանքները ոչ միայն իրավաբանության հետ աղերս չունեն, այլ առասարակ նույնիսկ իրականության հետ աղերս չունեն։ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2001 թվականին մի բարերար նվիրաբերել է հայ առաքելական եկեղեցուն, այսինքն որպես մասնավոր հիվանդանոց ազատ է գնումների իր քաղաքականությամբ։ Ալեքսանյանը չի բացառում, որ վարույթի նախաձեռնումը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի հերթական դրվագն է եղել։ Հավանաբար փորձել են վարույթը որպես գործիք օգտագործել մայրաթոռի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ստանալու համար։ Փաստաբանի կարծիքով չի ստացվել։ Դրա համար է 4 ամիս քննիչների դարակում մնացած գործը հանկարծ մտել նախաքննական փուլ։ Ինչ որ հանգամանքներով պայմանավորված միգուցե կոնսենսուսի չգալու եկեղեցու հետ եւ այս նախաձեռնված վարույթը օգտագործել որպես գործիք, այսպես ճնշող գործողություններ կատարելով անհարմարություններ ստեղծելու համար։ Փաստաբանի խոսքով Արմեն Չարչյանի աշխատասենյակից նաեւ գումար են արգրավել, որի իրավունքը քննիչները չունեին։ Վերցրել են նաեւ գումարներ, որոնք որ պատկանում են Արմեն Չարչյանին, անձնական իր գումարներն էր, բայց այդ որոշման մեջ որևէ կերպ նշում չկար առայն, որ իմ կողմից թվարկված առարկաներից զատ իրավունք ունեն վերցնել նաեւ գումարներ, մասնավորապես գույքային ինչ-որ միավոր։ Իսկ գումարը մենք գիտենք գույքային միավոր է, սա եւս ապացույց առայն, որ այս գործողությունը ինքնանպատակ է եղել եւ ոչ իրավաչափ։ Հիվանդանոցի գործունեության վրա չի ազդել քրեական վարույթը։ Պրոֆեսոր Չարչյանը խուզարկությունից հետո գնացել է վիրահատության։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։